օրհնյալ ես Տիկնը, եւ օրհնյալ է բդո, որը վայնի քո Հիսուս, Սրբի Մարիամ, Մայր Աստծո, բարեխոսիավասն մեր մեղավորացս, այժմ եւ իժամու մահվան մերո ամեն։ Բարքոր եւ օրդվո եւ օգույն Սրբո, այժմ շերդյան սավդենից ամեն։ Տակույի խաուտյան, խաուտիավասն մեր, անհոր եւ օրդվո եւ օգույն Սրբո, ամեն։ Կարծեմ բոլորդ էլ գիտեք, թե ինչ կհասկանանք, երբ խոսում ենք սուրբ խորհուրդների մասին։ Ինչ որ սովորեցնում ենք եւ սովորել ենք, այն է որ խորհուրդը մի արտաքին բան է, մի նշան է, որը շատ ավելի հոգևոր ներքին խորք ունի։ Ուրեմն արտաքինը կարևոր է, բայց բունը որքան որ անհրաժեշտություն է այդ արտաքինը, եւ այդ արտաքինը կարող է փոխվել շատ անգամ, բայց այդ ինչ որ դեղի է ունենում, դա չի փոխվում։ Ուրեմն, երբ որ խոսում ենք մգրտության մասին, մգրտությունը ունի ցևը, ունի արարգան, ցևը եւ արարգան, այն է որ հավասիկ մեկը, որ ցանկանում է մգրտվել, գա հոն, մեկը, որ իրավունք ունի մգրտելու, եւ մգրտությունը պիտի լինի եւ խոսքերով, նաեւ խոսքը բավարար չէ, նաեւ արարգա եւս կա, որ է ճուրը։ Մգրտության համար ամենակարևորը այդ ճուրը եւ մգրտողը։ Եթե ճուր չի գա, մգրտություն չի գա։ Կարող ենք մենք միրոնով մգրտել, ոչ։ Միրոնը նաև գործածում ենք մգրտության ժամանակ, բայց անհրաժեշտություն չէ։ Երբ որ շտաբ է եւ հոն չգա, միրոն կարելի է մգրտել, անոնց երբ որ մեկը մահամերձ է, կարելի է ճուրը այդ անցին գլխի վրա տապել եւ ասել մգրտում եմ քեզ անհոր եւ օրդվո եւ օգնի Սրբո։ Մենք հայերս չենք ասել մգրտում ենք քեզ, կասենք ծառայս Քրիստոսի կամ ախինս Քրիստոսի մգրտի իցերս իմ անհոր եւ օրդվո եւ օգնի Սրբո։ Ուրեմն այս խոսքերը կարեւոր են, բայց առանց ճուրի այս խոսքերը ոչինչ չեն կարող անել։ Ուրեմն մի անեկդոտ, որ լսած եմ, երբ որ ես Հռոմ ուսանում էի, ասկե 50 տարի առաջ, ուրեմն այդ ժամանակ անոնք որ պիտի ցերնատրվեին եւ պատրաստվում էին ցերնատրության, պետք է այս ամեն իրենց սորվածը, իրենց ասացապահության քննություն անցկացնեին եւ այդ քննության մեծամասնությունը բանավոր էր, գրավոր չէր։ Գարան շուշ գրավոր, բայց շատ քիչ էր գրավորը։
Ուրեմն, ավասիկ մի երդասարդ, որ պատրաստվում է կանայության, եւ հոն պրոֆեսոր, որ նստած է, կսե երդասարդ, կարելի է մգրդել աբուրով, եւ այդ երդասարդը հումորով է, կսե գախում ունի, եթե աբուրը պատրաստվել է քահանաների համար կամ գեմարանի աշակերտների համար։ Ինչ անեկդոտը ինչ է ոստեղ։ Գուզեր ասել, որ այդ աբուրը, որ պատրաստում էին գեմարանի աշակերտների համար, մեջ բամը չի գար, միայն չուր էր, անշուշտ, այդ նույնիսկ այդ միայն չուր աբուրը կարելի չէր գործածել մգրդության համար, բայց ինքը գուզեր սրամետություն ցույց տալ եւ կատակներ այդ ամենի մասին եւ կանկատվել, որ իրենց կերածը մի բան չէր, որպես աշակերտներ։ Ուրեմն, չուր, միայն չուր, քինի չի կարելի եւ միրոն չի կարելի, ուրիշ ոչինչ, չուր։ Եվ չուրին հետը հարկ է, որ լինի խոսքերը շիտակ ձևով եւ մգրդությունը պիտի լինի Սուրբ Երրորդության անունով, որովհետեւ սա է, ինչ որ Հիսուս ասեց, ինչ որ կարդում ենք Մատթեոսի ավետարանի մեջը 28-րդ գլուխ Հիսուս ասում է, ինչպես որ ամեն իշխանություն դրվեց ինձ, ինչպես որ հայրը ինձ արակեց, ես ձեզ արակում եմ, կացեք, սովորեցրեք այդ ամեն ինչ, որ ես ձեզ սովորեցրի, մկրտեցեք անուն Հոր եւ Որդու եւ Հոգու Սուրբո։ Ուրեմն մկրտության խոսքերը սա է։ Եվ ուրեմն սա արտաքինն է։ Եվ քահանայի ներկայությունը եւ չուրը եւ խոսքերը սա արտաքինն է, բայց ինչ որ դեղի է ունենում, ամբողջովին տարբեր մի բան է։ Եվ երբ որ չորս կողմը հիմա հարցնելու լինեք, թե ինչու մգրդությունը եւ ինչ է որ մգրդությունը իրականացնում է, շատ բաներ պիտի ասեն։ Եվ այդ առաջին բանը, որ ինչ որ կլսեմ ես շատերից, եւ գնալ, որ դուք ալ նույնը ինձ ասեք, մգրդությունը մեղքերի կավությունը իրականացնում է։ Սա սխալ չէ, շիտակ է, բայց սա մգրդության նպատակը չէ։ Սա միջոց մնե, մեղքերը պետք է մաքրվեն, բայց ինչու պիտի մաքրվեն։ Ինչ է փուն նպատակը մգրդության։ Մգրդության նպատակը այն է, որ մգրդությամբ մենք մգրդվողը գլինի Հիսուսի Քրիստոսի մարմնի անդամը։ Մենք կլինենք անդամ Հիսուսի Քրիստոսի, մենք կպատկանենք Աստծո ընտանիքին եւ մենք կլինենք Սուրբ Երրորդության բնակարանը։ Սուրբ Երրորդությունը կսկսի բնակվել մեր մեջը եւ մենք այլևս Աստծո զավակն ենք։ Աստծո որդին, Աստծո դուստրը։ Ուրեմն կտեսնեք մգրդությունը իր արտաքինը, չուրը, խոսքը, քահանան, իսկ նպատակը Քրիստոսի մարմնի անդամ լինելն է,
Աստծո ընտանիքի անդամ լինելն է։ Բայց որբեսի մենք կարողանանք Աստծո մարմնի անդամը լինել, ավասիկ մենք պետք է որ մաքրվենք։ Ուրեմն մաքրությունը նպատակ չէ, մաքրությունը միջոցն է։ Մաքրությունը առաջինն է, որ պետք է ասել մասին մտածենք եւ հասկանանք։ Ուրեմն մենք մաքրվում ենք եւ մաքրությունը այդ մանուկի մկրտությունը սկզբնական մեղքն է, որ կչնչե, սկզբնական մեղքը կչնչե, իսկ մեկը որ չափահաս է, կամ որ մեկ տարիքի որ լինի 70-80 տարեկանի կամ 3-4 տարեկանի ինչ որ է, եթե ինչ որ մեղք կործել է, այդ բոլոր մեղքերը կչնչվեն։ Սա կարևոր մի բան է, որ մենք իրապես հասկանանք։ Մեղքերը պետք է չնչվեն, բայց սա նպատակ չէ։ Սա միջոց է։ Մենք այդ միջոցով ուրիշ հոն ինչ որ նաև տեղի ունենում, այն է որպես մենք կարողանանք Աստծո ընտանիքի անդամ լինել, պետք է ազատվենք սատանայի մեղքի եւ մահվան իշխանությունից։ Այդ ստրկությունից է, որ մենք պիտի ազատենք։ Եվ այդ ազատվելը նորեն նպատակ չէ։ Ազատվելը միջոց է, որ մենք հասնենք։ Երբ որ մենք հասնում ենք Աստծո ընտանիքին զավակ լինելը, նաև հոնդերը չափազանց կարևոր մի բան կա, որը մասին քանի անգամ լսած եք, բայց եւ անպես մեր մեջը չի նստում այդ մեր լսածը, որ է երբ որ մենք մաքրվում ենք մեր մեղքերից եւ լինում ենք Աստծո ընտանիքի անդամ, լինում ենք Հիսուսի Քրիստոսի մարմնի անդամ, մենք ստանում ենք նոր կյանք, մկրտությունը մի նոր ծնունդ է, ինչպես որ մենք մեր մորը միջոցով մենք ծնվեցինք եւ ունեցանք կյանք եւ այդ կյանքը անշուշտ ծնունդեն հետո չէ որ մենք ունեցանք, այլ բեղմնավորման առաջին վայրկյանից մենք ունենք այդ մարդկային կյանքը եւ այդ մարդկային կյանքը նոր ծնունդ է ստանում եւ այդ նոր ծնունդը հավիտենական կյանքն է, որ մեզ տալիս է։ Կտեսնեք, հոնդերը ինչեր ու ինչեր կան, որոնց մասին պետք է ահագին բացատրություն տանք։ Երբ որ մենք խոսում ենք, որ մանուկը մկրտվում է եւ լինում է Աստծո ընտանիքի անդամ եւ նաեւ ազատվում է մեղքի կերությունից, մահվան կերությունից, սատանայի կերությունից եւ ստանում է հավիտենական կյանք, բայց սա ունենալու համար ուրիշ մի բան կա, որը մասին մանավանդ Հայաստանի մեջ շատ կարևորություն չի տրվում, որ է որպեսի մենք սա անենք, հարկ է որ մենք հրաժարվենք սատանայից եւ նրա խաբեություններից։ Այս ամենը ինչ որ ասում եմ, իրականության մեջ է, երբ որ գարտանք եւ ուսումնասիրենք մկրտության ձեսը, կտեսնենք, որ կներեք մեկ վարյան ոստեղ աղմուկը շատ է, հոցեմ այդ աղմուկը։
կներեք։ Ուրեմն, երբ որ խոսում ենք ձեսի մասին, ձեսը ամեն ինչ բացատրում է։ Եվ երբ որ մենք ներկա ենք լինում ուրիշների մգրտության, այնքան կարևորություն չենք տալիս, եւ ոչ էլ մենք կարողություն տվել ենք, երբ որ մենք մգրտվել ենք, նույնիսկ եթե այդ մգրտությունը չափահաս ժամանակ եղած է կամ եւ տարիքի որ եղած է։ Ուրեմն, երբ որ մտածում ենք արարողության մասին, եւ այդ արարողությունը նաեւ ոչ միայն ճուրա, խոսքը եւ կանան կա, այլ նաեւ շատ ուրիշ նշաններ եւս ունենք։ Այդ ամենի մասին պետք է ավելի լավ հասկանանք եւ աշխատենք նորեն եւ նորեն բացատրել։ Եվ նաեւ նույնիսկ որքան որ շատեր կարևորություն չեն տալիս, երբ որ մեկը պիտի մգրտվի, պետք է որ այսին փուն շիտակ ծևը, նույնիսկ եթե մեծամասնությունը չեն անում, բայց փուն շիտակ ծևը այն է, որ մգրտությունը պիտի սկսի եկեղեցու դրան դուրսը։ Եկեղեցու մեջ չէ, որ պիտի սկսի։ Որովհետև այն, որ մգրտված չէ, եկեղեցու անդամ չէ։ Եվ եկեղեցին ոչ թե շենքն է, եկեղեցին այդ քրիստոնյաների խումբն է, բայց եւ այնպես շենքը մի նշան է, այդ ժողովրդի ներկայության նշան։ Ուրեմն մգրտվողը դուրսն է, մգրտվողը եկեղեցու մաս չի կազմում։ Ուրեմն առաջինը, որ քահանան հարց է տալիս, ասում է Աստծո եկեղեցուց ինչ ես խնդրում։ Եվ պատասխանը, որ նորեն մեր եկեղեցիների մեջը շատ անգամ սխալ է ոչ այդ իմաստով փունը պատասխանը պետք է լինի ինչ կուզես։ Կուզեմ հավատք։ Հավատքը քեզ ինչ կշնորհի։ Հավիտենական կյանք։ Կտեսնես արդեն ինչը ամփոփ խնդիրը մգրտության փոփ խնդիրը հավասիկ։ Հավատք, հավիտենական կյանք։ Ուրեմն, երբ որ ինչ որ ասկանի անգամ լսել եմ կանաները, որ սա հրած ժամանակին ինչ կուզես, հավատք, հույսեր, մգրտություն։ Ոչ։ Մեր ուզածը հավատք, հույսեր, մգրտություն, մեր ուզածը հավատք է։ Եվ անոր համար է, որ կանան կշարունակե հարցումը տալ հավատքի մասին։ Հավատքը քեզի ինչ պիտի տա։ Հավիտենական կյանք։ Սա է, որ մենք ցանկանում ենք։ Հավիտենական կյանք։ Հիմա այս ամենը, որ ես ձեզ ասում եմ, լավ կլինի, որ ոչ միայն ձեր մտքին մեջ բայեք, այլ նաև խրավոր ըստ կետերը տնեք, որպեսզի երբ որ կբացատրեք այդ երեխաներին, այդ նույնիսկ ավելի մեծերին, երբ որ կբացատրեք եւ նույնիսկ ձեր խոսակցությունների մեջը այս ամենը ուրիշներին ուշադրության հանձնեք։ Ուրեմն հավատքն է, որ կուզենք եւ հավիտենական կյանքը։ Ինչ ես խնդրում, հավատք։ Հավատք քեզ ինչ պիտի տա, հավիտենական կյանքը։ Ուրեմն, եթե հավատքն է, որ կուզես, ամենաառաջ պիտի հրաժարվիս սատանայեն, իրեն խաբեություններեն։ Ուրեմն, այս անգամ շիդակ ծևը այն է, որովհետև մեր խորանները շինված են թեպի արևելք, ուրեմն թուրսը դրան մոտ այդ անձը, որ պիտի մգրտվի,
պիտի դառնա դեպի արևմուտք, դեպի մութը։ Ուրեմն կհրաժարիս սատանային, իրեն խաբեություններ են, իրեն չար գործեր են, այդ ամենն պիտի ասե, որ հրաժարվում է։ Ուրեմն հրաժարվելը սատանային կնշանակի հրաժարվել մեղքից, զղջալ մեղքերի համար։ Արդեն հոն գալուց առաջ, եթե չափահաս է, անհրաժեշտ է, որ իր մեղքերի համար զղջա, որ ինքը սխալ գործեր է։ Այդ բոլոր մեղքերի համար մեկ առ մեկ պետք է ինքը իր մտքի մեջը զղջա։ Եվ դրա համար շատ անգամ, որ պետք չի գա իրականության մեջը, որ այդ անձը խոստովանվի, բայց խոստովանանքը կաչալերվում է, որպեսզի այդ անձը իրապես ցույց տա, որ զղջում է իր մեղքերի համար։ Ուրեմն դեպի արևմուտք զղջա այդ ամենն։ Հետո դառնա դեպի խորան, դեպի արևելք, դեպի լույս։ Եվ կհավատաս, որ Աստծուն, կհավատաս, որ դի Աստծուն, կհավատաս Սուրբ Հոգուն, եւ աշխուժ այո, կհավատամ։ Անգե հետո կահանան եւ մգրդվողը տեսե հավատամքը։ Այդ հավատամքը ծայր միասին ասելով սա է ինչ որ կհավատամ։ Եվ եթե մտածելու լինենք այս հավատամքը, որ մենք ունենք, սկիզբը գար առաքյալների կրածը, որ շատ ավելի կարճ էր, որ արևմուտքի մեջ մինչև այսօր այդ օգտագործվում է, եւ այս չափազանց կարևոր էր եւ սկիզբեն կրնամ ասել, այսինքն 100 թվականին առաջ անոնք որ մգրդվում էին, սա պետք է անկիր գիտենային առաքյալների տավանանքը։ Եվ ասկա պիտի ասեին մգրդվելուց առաջ, ասեն եւ նաեւ հավատում եմ որ Աստծուն, որտի Աստծուն, եւ նույնիսկ այդ առաջին տարի վերջավորությանը ամեն ինչ այնքանալ հստակ չէր։ Հիսուսի աստվածության մասին միշտ սորվեցած են, բայց այդ շիդակ ծևով արտահայտելը Հիսուսի երկու բնությունը մեկ անձը սա 450 թվականին, 451 թվականին է, որ վերջնական ծևը կդավ։ Եվ նույնիսկ Սուրբ Հոգու Աստված լինելը հավասար հոր եւ որդուն 300-ական թվականին է, որ վերջնական ծևը ընդունեց։ Բայց եւ այնպես, որովհետեւ Հիսուս սովորեցած էր սկիզբեն պիտի մգրդվի Սուպյորքյան անհոր եւ որդվո եւ ոգուի սրբով, այդ ծևով մգրդվում էին սկիզբեն։ Ուրեմն ավասիկ մգրդությունը, որ լինում է սկիզբը հրաժարվելով սատանայից եւ հետո ասելով հավատքը։ Ժամանակին երբ մեկը մգրդվում է եւ հիմա նաեւ որոշ երկրների մեջ մգրդությունը մեկ անգամ չէ որ տեղի ունենում, այլ մեկը պատրաստվում է մի քանի ամիս մգրդվելու։ Եվ այդ պատրաստության ժամանակ նաեւ գալիս են հարցուփորձ կա
եւ նաեւ այդ ժամանակ անոր պիտի մգրդվի իրեն ջագադին վրա խաչակնքում են մի յուղով, օրտնված յուղով, որ մենք հայերս չունենք, մենք հայերս ունենք միայն նյումիրոնը, բայց լատիները ունեն ուրիշ մի յուղ, որը օգտագործում են նրանց համար, ովքեր պատրաստվում են մգրդության։ Բայց նույնիսկ եթե մեկ օրվա մեջն է, որ այդ տեղի պիտի ունենա, ուրեմն արարողության սկիզբը եկեղեցի մտնելուց առաջ, երբ որ հավատամ կվերջանում է, քահանան խաչակնքում է այդ մգրդվողին ջակատը եւ անգե հետո մտնում են դեպի խորան, մտնում են դեպի այդ վայրը, որ մգրդությունը տեղի պիտի ունենա։ Այս ժամանակ երեխան, որ եկած է, կամ այդ անձը, որ եկած է բարձրակցներով։ Մեր հայերի մոդը, որովհետև մենք երեխան, երբ մգրդում ենք, ամբողջովին հագուստը անում ենք եւ ճուրին մեջը դատախում ենք, ուրեմն բարձրակցը որ գալիս է, մգրդությունը դեռ ունենալն հետո այդ հագուստը որ պիտի հագվի, այդ հագուստը օրտնվում է։ Աննիկա հիմա բաննեմ, կխոսիմ անամաս։ Ուրեմն, երբ որ դեպի խորան, հիմա կարտացվում է Աստվածաշունչեն։ Եվ ընդհանրապես մեր մոդը, մեր հայերի մոդը, մենք կարդում ենք Հովհաննեսի ավետարանը մգրդության մասին, այսինքն երրորդ գլուխ, Հովհաննեսի ավետարանի երրորդ գլուխ, խոսակցությունը, որ տեղի է ունեցել Հիսուսի եւ Նիկոդիմոսի միջև։ Ուրեմն, քահանան նաև կարող է այդ ժամանակ կարճ երկխոսք ասել, բացատրելու համար, որ այս արարողությունը ինչու համար է, եւ անգե հետո աղոթք կա, որ ասվում է լիտանիա, որ մենք խնդրում ենք Աստծուց, որ այդ բոլոր անձիկ, ովքեր մգրդված են, պիտի մգրդվեն, մգրդողները եւ եկեղեցին, ասած այդ ամենին օրհնե եւ օգնե։ Եվ անգե հետո ավասիկ ճուրը օրհնվում է եւ ճուրը նշան է։ Ճուրը նշան է միևնույն ժամանակ մաքրության, ինչպես նաև կյանքի, բայց նաև ճուրը մահվան նշան է եւ հոն աղոթքին մեջը հիշվում է այս երեքը նոյնաբեդի օրով չրեղեղը շատերին սպանեց Կարմիր մեջը այդ հրյաները իրենք ազատվեցին, ինչպես Նոյը ժամանակին 8 հոգի ազատվեցին, հավասիկ հրյաները այդ ամբողջ խումբը, որ թողեց Եգիպտոսը եւ Եգիպտոսի քերությունից դուրս եկավ, նոր կյանքի եկավ, դեպի ավետյաց երկիրը, իրենք ազատվեցին, բայց հետո Փարավոնի զորքը քանդվեց, բոլորը մեռան։ Ուրեմն մենք աղոթում ենք, որ այդ ճուրը, որի մեջը երեխան պիտի մգրդվի, եւ երեխա բառը կնշանակի չի մգրդված։
Քրապար լեզվի մեջը երեխա բարի ու իմաստը չմգրտված է։ Որովհետև ժամանակին մեր բոլոր մանուկները մգրտվում էին, ուրեմն երեխա նշանակում էր դերևս չմգրտված։ Ուրեմն աղոթքը, որ ասվում է ջուրի վրա, հիշեցնում է, որ այդ ջուրը մենք խնդրում ենք Աստծուց, որ լինի ոչ թե կանտիչ ջուր, այլ կյանք տվող ջուր, հավիտենական կյանքի աղբյուր։ Եվ մենք այրս այդ ժամանակ է, որ մենք անիգատիլ միրան գտնենք ջուրին մեջը եւ նորեն երկելով շարականով է, որ այդ ջուրը օրտնվում է։ Աղոթքը կա եւ նաեւ շարականը կա։ Երեխան այս ժամանակ ամբողջովին ներկայացվում է եւ երեխան ջուրին մեջը տատատվում է կամ եթե չափազանց ցուրտ է այս կամ այն է եւ չեն անել այդ ամենը, այլ միայն մի քիչ ջուր գլխին վրան գտապեն եւ որ գտապեն գսեն ծառայես Քրիստոսի, աղինս Քրիստոսի, մգրդի ցերեսիմ անհոր եւ որդու եւ օգնի սրբո։ Իսկ լադինները գսեն մգրդում եմ քեզ անհոր եւ որդու եւ օգնի սրբո։ Ամեն։ Ուրեմն մեկ անգամ որ մգրդվեց ավասիկ հանձնվում է կավորին եւ կավորին հասել են հետո հարարողությունը, որովհետև մենք հայերս ունենք մգրտություն եւ տրոշմը միասին եւ ամիջապես մենք սկսում ենք մտածել տրոշմի մասին, բայց տրոշմից առաջ հիմա որ երեխան մգրտված է եւ երեխան իրավունք ունի հայրմեր ասելու եւ երեխան մգրտված է, որ ասում հայրմերը ասում ամբողջովին տարբեր հայրմերը կան այդ անձը, որ չէ մգրտված։ Այսօր մեր շրջանագին մեջը շատ անձիկ կան, որ չեն մգրտված եւ իրենք երբ որ հայրմերը աղոթում են, նույնը չէ, ինչ որ մգրտվածը աղոթում է։ Բավականին մտածել կուտա եւ սրա համար պետք է մենք շատ ավելի ուշադրություն ունենք եւ քաչալերենք բոլորին, որքան շուտ այնքան լավ մգրտվեն։ Ուրեմն հիմա գալիս ենք եւ խոսում ենք տրոշմի մասին։ Տրոշմի ժամանակ անշուշտ միրոնը, որ տրվում է երեխայի ճակատը, աչքերի վրա քիթը, բերանը, ականջները, գուրծքը, կրնակը, ոտքերը, այս ամենին վրա խաչ անում ենք եւ այս ձևով երեխան նաեւ տրոշմվում է։ Բայց ասոր մասին զադեն հետո նորեն կխոսիմ, բայց ամենակարևորը զարմացնեմ ձեզի, ամենակարևորը այդ միրոնը տնելը չէ։ Ամենակարևորը այդ միրոնը տնելուց առաջ քահանան իր ցերկը գտնե այդ մգրտվողի գլխի վրա եւ այդ ժամանակ է որ փուն տրոշմը եւ Սուրբ Հոգին իջնում է այդ երեխային մեջը քահանան երբ որ ցերկը տնում է երեխայի գլխի վրա։ Եթե լատիներուն կողմն է, ընդհանրապես եպիսկոպոսն է, որ 11-12 տարեկանին է, որ
այդ գործողությունը անում է, բայց ոչ թե մգրտության օրը։ Այս ամենը, որպես ավելի լավ հասկանանք, լավ կլինի, որ բաժնենք մեկը մյուսից։ Ինչևէ, հիմա Թրոշմեն ամիջապես հետո երեխային հակվելիք սպիտակ հագուստը օրտնվում է եւ վերվում է, որ երեխային հագցնեն։ Սովորություն ենք մենք հայերս, որ խաչը ջուրին մեջը դրվի, օրտնվի, ինչ գիտեմ ինչ, ասեն անհրաժեշտություն չեն, մգրտության հետ կապ չունի, բայց սովորույթ է, հայկական սովորույթ է։ Հագուստը հագցնելուց հետո ահավասիկ կավորին եւ երեխան որոշ տարիք ունի, երեխային դրվում է վարված մոմ։ Եվ այդ վարված մոմը այդ լույսն է, Քրիստոսի լույսն է, որ այդ մգրտվողը ստացավ, որովհետև Հիսուս ինքն է մեր լույսը, ինքն է մեր ճանապարհը, ինքն է մեր կյանքը, ինքն է մեր հավատքը, ամեն ինչ ինքն է։ Ուրեմն հավասիկ այդ մոմը լատիներուն կովը մեկ մոմ կդրվի, մեկ վարված մոմ, մենք հայերս երկու հատ կուտանք։ Բայց իմաստը նույնն է, տարբերություն չունի։ Ովևէ մեկը հարցում ունի։ Եթե հարցում չկա, շարունակեմ։ Ուրեմն ասկի առաջ նորեն խոսել եմ սրա մասին, բայց հիմա ավելի մեկնաբանությունը, բացատրությունը տամ։ Ով կարող է մգրտվել։ Մգրտվելու համար տղամարդ կամ աղջիկ, այսինքն գին կամ տղամարդ, մանուկ, այսինքն երկու սերնալ իրավունք ունին մգրտվելու։ Սա առաջին կետը։ Բայց ինչ պիտի ավերցնենք վրան։ Մեկը, որ չէ մգրտված, եթե մգրտված է, երկրորդ մգրտություն չի գա։ Հավատամքին մեջը ամեն անգամ բادرակին ասում եւ հավատում ենք մի մգրտություն։ Մի մգրտություն։ Երկու չէ։ Երբ որ մեկը մգրտված է, այլևս ուրիշ մգրտություն չի գա։ Ուրեմն ով կարող է մգրտվել, չի մգրտված տղամարդ կամ կին։ Ինչպես Ով մգրտված չի, նա կարող է մգրտվել։ Այո, չի մգրտված է կարող է մգրտվել։ Մգրտվածը չի կարող մգրտվել նորեն։ Սա առաջին կետը։ Երկրորդը ով կմգրտե։ Քահանան։ Ընդհանրապես մգրտողը պիտի լինի քահանա եւ երբ որ գսեմ քահանա բարի մեջը նաեւ կնշանակե բոլոր դրանք ովքեր քահանային ավելի բարձր պաշտոն ունեն, այսինքն սրբազանը, կաթողիկոսը, բատրիարքը, կարդինալը, ռոմի բաբը, իրենք բոլորը քահանա են։ Ուրեմն քահանան իրավունք ունի մգրտելու։ Լատիներուն կովը
Սարգսակը ևս իրավունք ունի մգրդելու։ Ինչու՞։ Որովհետև լադիներուն կովը մգրդությունը ամբողջովին տարբեր է եւ մգրդության հետը տրոշմ չկա։ Տրոշմի համար լադիներուն կովը անհրաժեշտ է, որ եպիսկոպոս լինի կամ եպիսկոպոսը հատուկ քահանայի դա այդ իրավունքը, որ ինքը կարող է տալ։ Բայց եթե չէ տրված, այդ քահանան իրավունք չունի։ Հիմա, եթե ես երտամ եւ լադին ծեսով երեխա մգրդեմ, ես իրավունք չունիմ այդ երեխան տրոշմելու, միան կմգրդեմ։ Հայ երեխան ես կմգրդեմ եւ կտրոշմեմ։ Նույն ժամանակ։ Ուրեմն լադիներուն կովը Սարգսակը կրնա մգրդել, բայց մեր հայերին կովը, որովհետև մենք երկուք միասին ենք անում, մենք կարիք ունենք, որ քահանա լինի։ Անկեզատ կարևոր գետ այն է, որ սա երբ որ խոսում ենք ամենօրյա կյանքի մասին։ Մենք ակին խնդիր ունեցանք սովետական տարիներին, որովհետև սովետական տարիներին շատեր իրենք իրենց վրա վերցրին պատասխանատվություն եւ գացեցին, որ իրենք իրավունք ունեն մգրդելու։ Բայց դժբախտաբար այդ մգրդողները լինի դա տղամարդիկ կամ կանայք իրավունք չունեին, որովհետև իրենք շիտակ ցևը չունեին մգրդելու։ Նույնիսկ, այսինքն չեմ ուզել շատ մանրամասնության երթալ, բայց գիտեմ բարականեր, որ մգրդողը չասեց Ծարայս Քրիստոսի կամ Աղենս Քրիստոսի մգրդի ցեսի մանոր եվորտվե ոգին սրբո եւ ոչ ասես որ դու մգրդեմ քեզ անոր եվորտվե ոգին սրբո չասեց այլ տարբեր բարեր կործացեց եւ այդ բարերը անվավեր դարձուց այդ ինչ որ ինքը ցանկանում էր անել ուրեմն երբ որ մեկը մահամերձ է եւ ոչ մեկը չի գա ունდა մգրդելու ովևէ մեկը կարող է մգրդել նույնիսկ եթե այդ մգրդողը ինքը մգրդված չէ եւ ինքը քրիստոնյա չէ մահմեդականը կրնա մգրդել եթե ցանկանում է անել այդ ինչ որ եկեղեցին քրիստոնյա եկեղեցին ցանկանում է անել եթե այդ ցևով ճուրը տապում է ասելով մգրդեմ անհոր եվորտվե ոգին սրբո հավասիկ այդ անձը մգրդվեց կարևոր գետը որ մինչև հիմա թողեցի որ հիմա ասեմ ցեզի դրա մասին այն է որ երեխայի անունը որովհետև Ծարայս Քրիստոսի Աղենս Քրիստոսի օտին մեջ չպիտի լինի այլ հատուկ անուն պիտի լինի եւ հին ժամանակ մերոնք ավելի տալիս էին սուրբերի անուններ բայց վերջին 100 տարիներին շատ բան փոխված է եւ շատեր ամբողջովին տարբեր հիմա տեղացին որ լույս չունեին ուրեմն անոնք որ լույս չունեին պիտի կարողանան շուշտ հետո լսել բաղամույսորը
պիտի կարողանան լսել այսօրվա իմ ասածներս։ Ինչևից է։ Ուրեմն, Սուրբերի անունը մինչև այսօր լավ բան է, եթե Սուրբերի անունը դրվեն։ Եվ կհիշեմ մի երիտասարդ, որ ինքը կաթողիկի ընտանիքի զավակ էր, եւ երբ որ գերտա, ինքը բանեն էր, Եգիպտոսեն էր, Ավստրալիա պանտիպեցի ասանցին, Եգիպտոսեն էր ինքը, եւ երբ որ ծնող գերտակ եւ գուզե իրեն մգրդել եւ մգրդության անունը դալ վրեժ, Կանան ես վրեժ անունով չեմ մգրդել։ Կարնաստուն վրեժ անունը կործացել, բայց մգրդության համար այդ անունը չեմ գնալ կործացել։ Կերտա առաքելականներում կովը, առաքելականը կմգրդե։ Ես անցամ, ես իմ ծննդյան անունս Տիկրան էր, բայց մգրդության ժամանակ ծնողքս Անդոն անունը դվին, Սուրբ Անդոն Իշադագին։ Ուրեմն, անուն դալը կնշանակե այդ բազմությունը, որ երբ որ կմտածես միլիարդավոր մարդիկ եւ անոնց մեջը թուն հadouk անուն պիտի ունենաս, հadouk հարաբերություն Աստծո հետ։ Եվ սրա մասին մենք կարդում ենք Հայտնության գրքին մեջը, կարծեմ 3-րդ գլխի մեջն է, որ ասում է, որ Աստված ամեն մեկին պիտի դա մի կանգարժեք կար, որու վրա մի անուն գրված է, որ միայն այդ անձը, որ ընդունում է այդ կանգարժեք կոհարը, միայն ինքը պիտի գիտենա, թե ինչ է այդ անունը, որ իրեն դրված է։ Ուրիշները չպիտի գիտենան։ Որովհետև մենք որքան որ հազարավոր մարդիկ կան, որ մեր անունը ունեն, բայց Աստծո համար մեզանից յուրաքանչյուրը իրապես չափազանց հadouk հարաբերության մեջ ենք մենք Աստծո հետ։ Մեզանից յուրաքանչյուրը իսկական հadouk հարաբերություն։ Ուրեմն, մգրդության ժամանակ անուն է դրվում եւ լավ կլինի, որ մենք կաչալերենք մարդկանց, որ երկու անուն ունենան, խնդիր չէ։ Մեկը դա Սուրբի անուն լինի։ Կամ միայն մեկ անուն եւ այդ անունը լինի Սուրբի անուն։ Շատ բարի։ Կներեք, չեմ կարող շարունակել, արդեն հոգնած եմ, եթե հարցումներ ունեք, կալլա շաբթվա տոնենք։ Հիմա բարի գիշեր ասեմ ձեր բոլորին, Աստված միշտ ձեզ հետ լինի։ Բարի գիշեր։ Բարի գիշեր։ Բարի գիշեր։ Լավ չեմ երևի, հա,